Ժողովրդավարությունը որպես կառավարման ձև ստեղծվել է դեռևս հին Հռոմում, եւ իր ժամանակին Պլատոնը այն համարել է կառավարման վատագույն ձևերից մեկը։ Սակայն վերադառնալով մեր օրերին պետք է նշենք, որ ժողովրդավարությունը մի շարք զարգացած ու նաեւ զարգացող երկրներում այսօր համարվում է կառավարման գերակա ձև, եւ պատահական չէ, որ յուրաքանչյուր պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը, աշխարհին այսօր ներկայանում է այդ յուրահատուկ անձնագրով։ Լավ է, վատ է, ճիշտ է, թե սխալ է, մարդկությունը չի գտել ավելի կառավարման լավ ձև։ Եթե ինչ-որ մեկը գտնի, միգուցե նրան Նոբելյան մրցանակ տան, բայց առայժմ ժողովրդավարությունն է ընդունված չափանիշ եւ մենք էլ գնում ենք այդ ուղով, փորձում ենք գնալ։ Տարբեր երկրներում ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ է առնվազն մի քանի պայմանների կատարում։ Նախ երկիրը պետք է հասնի որոշակի բարօրության մակարդակի, հարկավոր է, որ հասարակությունը հասունանա ժողովրդավարության համար եւ սովորի օգտվել դրանից, օրինակ տարբերել ազատությունը ամենաթողությունից, իսկ դա նույնպես մեկ օրվա մեջ չի լինում։ Ժողովրդավարությունը դա մեգանկամյա, այսպես ասած, process չի, որ կարողանաս մի անգամ միջոցառում կազմակերպես եւ վերջնաս։ Դա անընդհատ process է, այդ օղակները կարգավորում են որպես ժողովրդի մասնակցությունը պետական կառավարման օրգաններին։ Իսկ այ ընդրովիությունը, այսինքն բոլոր հիմնական կառավարման օղակները, օրենսդիր օրգանները, բոլորը ընդրվում են ժողովրդի կողմից։ Հենց այդ ժողովրդի մասնակցությունն է։ Հայաստանը ժողովրդավարության ուղին ընտրել է 1991 թվականին եւ Սահմանադրության մեջ համապատասխան հոդված ընդգրկելով մեր նորանկախ երկիրը հռչակել ժողովրդավարական։ Ճիշտ բան չեմ տեսել։ Թալաջոզություն, հապեպայություն, հետո ինչ ասեմ, թանկություն, դե ինչի համար չեմ հասկնա։ Եդ եմ տեսել, ինչը, ճշտություն չկա, մաքրություն չկա։ Ասեցինք ազատ եղնենք, ազատ չընկենք, ազատ ապրենք, բայց չստացավ։ Առանձնային գումարների համատարին թանկությունն այստեղ հրանցի ապրիչ, թույլ չեն տա, какой-нибудь բրազիլացի ֆուտբոլիստին տեղ կուդան, բան կուդան, քաղաքացու կուդան, ինչը ֆուտբոլ խաղա։ Այն իզում տերատ կոզակ։ Փորձ կատարում են ճշտարարական բաներ։ Իրոք իրականում դա այդպես չի։ Օրինակներ շատ կան։ Եթե սկսենք հիմնավորել, ժամանակը չի երիքի մեզ։ Իսկ դա չկա եւ գոյություն չունի։ Ու երևի չի էլ սպասում մոդաբականերում։ Ըստ որոշ վերլուծաբանների, տարբեր ատյաններից ժողովրդավարության բացարձակ արժեքին մասին հաճախակի հնչող պնդումները մեղմ ասած հավաստի չեն, իսկ բուն ժողովրդավարությունը, ինչպես եւ հասարակության կառավարման ցանկացած գործիք, լուրջ սահմանափակումներ ունի կիրառելիության առումով։ Անահիտ Նադարյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։